Բարև ձեզ արգելի բարեկամներ, առողջություն, խնդրում եմ տարածեք, հավանեք, գրանցվեք մեր ունկնդիրներից ոմանք խնդրել էին խոսել կանեփի մասին, ռուսերեն կանապլյա, այսօր խոսենք դրա մասին եւ կտեսնենք ինչ է անում դա առողջության վրա, քանի որ ինքը հանդիսանում է որպես դեղաբույս։ Լինում է 3 տեսակի՝ բանջարանոցային, վայրի եւ հնդկական։ Բանջարանոցայինը դա մշակովի բույս է, նրա սերմերը, թարմ սերմերի հյութը կաթացնելով ականջի մեջ կտրում է ականջի ցավը, քթի մեջ կաթացնելով լավացնում է ֆարինգիտը, իսկ եթե այդ սերմերը ուտում եք, այն աղիներում երկար է մարսվում եւ աղիներից հեռացնում է գազերը եւ ճիճուներ, այսինքն ունի ճիճվամուխ հատկություն։ Նրա տերևների հյութը, թարմ տերևների հյութը, մազերը, եթե նրանով շփում եք կամ քսում եք մազերին, ապա նա շատ օգտակար է ճարպային սեբորիայի ժամանակ, վերացնում է մազերի թեփը եւ նպաստում է մազերի աճին։ Արմատը, թարմ արմատը աղաթած կամ ծեծած վիճակում մեղրի հետ խառնած, երբ որ դնում եք ուռուցքների վրա, հատ բարորակ ուռուցքների վրա, ապա դրանք արագորեն ներծծվում են։ Թանկագին բարեկամներ, վայրի կանեփը դա թելատու բույս է, նրանից պարզապես ստանում են թել, դարձյալ մշակում են թել ստանալու համար։ Այստեղ կարևոր է հնդկական կանեփը, հնդկական կանեփը բնականաբար Հայաստանում աճում է, բայց չի մշակվում, այն պարունակում է կանար բիկոն ալկալոիդը, որը դա ունի խորխամուղ եւ հակահազային ազդեցություն, օգտագործում են բնականաբար թոքերի հիվանդությունների, բրոնխների, բրոնխիալ ասթմայի ժամանակ եւ այլը։ Այն իրենից ներկայացում է որպես հակադեպրեսանտ եւ շատ օգտակար է մելանխոլիայի ժամանակ օգտագործելիս։ Նրա թարմ հյութը կաթացնելով ականջի մեջ վերացնում է ականջի աղմուկը, ունի միզամուղ, լեղամուղ, քարամուղ հատկություն։ Սիրելի բարեկամներ, իսկ նրա խտացած ծաղկափոշին եւ խեժը, որից ստանում են հաշիշ եւ մարիխուանա, ապա օգտագործելիս այն սրտում ծնում է թախիծ եւ ուղեղում հիմար մտքեր։ Տևական օգտագործման ժամանակ առաջացնում է խելակորույս վիճակ է ստեղծում, մարդը դրանից խելագարվում է։ Դոպինգ լաբորատոր հետազոտության ժամանակ անմիջապես հայտնաբերում են այս ալկալոիդը։ Սիրելիներս, այսքանը կանեփի մասին, եթե կունենաք հարցեր, ապա կարող եք ուղղել ինձ, իսկ տեղեկատվության եւ բուժման համար դիմում եք Պուշկինի 38, այդ բոլորը գրված են իմ գրքերում, ձեզ կրկին եւ 1000-րդ անգամ առողջություն, ցտեսություն, մինչ նոր հանդիպում։